Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, թե այս պայքարը ինչի համար է։ Բոլորս էլ լավ գիտենք, թե սրանով վարչապետ կոչվածը ինչ է ուզում ապացուցի կամ ասի մեր հայ ժողովրդին։ Երբ որ մենք չունեինք պետականություն, եկեղեցին էր կանգնած պետության գլխին, եկեղեցին էր պետությունը ապահովում եւ ասենք այդ ամբողջ երկրի ծանրությունը եւ հոգսերը ընկած էին երկրի վրա։ Երբ որ մենք ունեցանք պետականություն, նոր այդ ժամանակ արդեն եկեղեցին սկսեց իր աշխատանքները, պետությունը իր, բայց ասեմ մի բան, որ վարչապետը շատ սխալ կարծիքի է, որ ինքը կարա եկեղեցական հանի կամ եկեղեցական դնի։ Եկեք մի հատ sense ներողություն խնդրեմ նոր ասեմ, այդ որ ասում են եկեք մենք ընկերություն եւ հարևանություն անենք այդ ազգի հետ, Ադրբեջան ասած ազգի հետ, թող մի ադրբեջանցի փորձվի մտնի մզկիթ ու մոլային ուզենա անդեղից հանի, ժողովուրդը ծվեն կան, բայց մեր ժողովուրդը ցավոք սրտի քնած է, ինչու չգիտեմ ինչու, ժողովուրդը պետքա ոտքի կանգնի, եթե ժողովուրդը բարձրացավ, եթե ժողովուրդը ոտքի կանգնեց, վարչապետ չէ, ուզում է, չգիտեմ ով է լինի, չի կարող։